մեջ բերեմ, վարչապետը իր խոսքում նշեց, որ իմաստունի ադրբեջանցի գործընկերը Սպարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք արտահայտություն օգտագործելով, երբ Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթերում նման եզրույթ չկա, մեջբերման ավարտը։ Ըստ ձեզ այս փուլում Ալիևը ինչու է նման հայտարարություններ անում նման բարձր ամբիոններից եւ վարչապետի արձագանքը ինչպես կգնա։ Նախ ուզում եմ ասել, որ ճիշտ էր այդ ասվածը։ Այդ շատ կարևոր էր։ Գիտեք, ես չեմ ասում հիմա ռետորաբանությունը սրենք Ադրբեջանի հետ։ Եթե process-ը գնում է, պետք է պարզազգուշ լինենք, բայց այնուամենայնիվ տեղը պետք է դնես։ Օրինակ Իլհամ Ալիևը մի խիտրություն արեց, ժողովրդի լեզվով ասեմ։ Ինքը ասեց Տրամպի ուղու ճանապարհն է, բայց միաժամանակ Զանգեզուրի միջանցք նորից օգտագործեց։ Մինչդեռ պայմանավորվել էին օգտագործել ընդհանուր տերմիններ, ինչի մասին ակնարկ արեց Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ տեքստում Զանգեզուրի միջանցք եզրույթ չի օգտագործում ընդհանուր։ Վաշինգտոնյան պայմանավորվածության մեջ օգոստոսի 8-ի հիշում եք հռչակագիր, որի տակ ստորագրեց եւ Ալիևը, եւ Փաշինյանը, եւ Դոնալդ Տրամպը որպես վկա ստորագրեց։ Այնտեղ ոչ մի եզրույթ չկա։ Ճիշտ է, որ ասեց Նիկոլ Փաշինյանը, դա շատ կարևոր է։ Մեկ-մեկ պետք է տեղը դնես։